Բարև ձեզ Factor TV հյուրը քաղաքագետ հայկական խորհրդի փորձագետ Էդգար Վարդանյանն է, բարև ձեզ պարոն Վարդանյան։ Հայաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները եւ դրանց մեջ որոշակի զարգացումները աննկատ իհարկե չի մնում Ռուսաստանում եւ Լավրովը հայտարարում է վստահ որ Հայաստանը Կովկասի մյուս երկրների հետ հասկանում է որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան ցավոտ կետ, որտեղ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին։ Ինչու է Ռուսաստանը իրականում անհանգիստ այս բառը օգտագործենք այս իրադրության շուրջ։ Դե անհանգիստ է, որովհետև կորցնում է լծակներ, գործիքներ, օրինակ Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար։ Տեսնում է, որ Հայաստանը վաղուց արդեն անկախ քաղաքականություն է վարում, տեսնում է, որ այդ անկախ քաղաքականությունը բնականաբար բերում է նաև նրան, որ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները Արևմուտքի հետ, արևմտյան տարբեր կենտրոնների հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ եւ այլն։ Եվ բնականաբար այս ամեն ինչի արդյունքում թուլանում են Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում եւ բնականաբար Հայաստանում։ Եվ խնդիրը այստեղ իրենց տեսակետից այն է, որ իրենք կորցնում են իրենց ազդեցության գոտին եւ իսկ ինչու են իրենք այդպես մտածում, սա իհարկե այլ բան է։ Ինչու են ազդեցության գոտի մտածում։ Այո, ինչու են մտածում, որ այստեղ իրենց ազդեցության գոտին է։ Խնդիրն այն է, որ Կրեմլը այսօրվա Ռուսաստանի քաղաքական վերնախավը, իշխող քաղաքական վերնախավը, ըստ էության դե ֆակտո չի ճանաչում նախկին սովետական միության մաս կազմող պետությունների անկախությունը։ Ես կասեի նույնիսկ սոցիալիստական այսպես ճամբարի անկախությունը, այդ ճամբարի մաս կազմող պետությունների, հա, անկախությունը։ Կոնկրետանանք Հայաստանի անկախությունը ինչպես չի ճանաչում։ Դե չի ճանաչում, որովհետև այո, այսինքն այո, դե յուրե ճանաչում է բնականաբար եւ բնականաբար ստիպված է ունենալ հարաբերություններ պետություն-պետության այս սկզբունքով, պետություն-պետության այդ սկզբունքով։ Բայց խնդիրն այն է, որ այսօրվա Կրեմլը ունի կոլոնիալ մտածելակերպ, իմպերիալիստական մտածելակերպ, հա, նեոկոլոնիալ բնականաբար նաև այսպես ասենք աշխարհայացք, մոտեցում, դիրքորոշում եւ այդ սկզբունքների համաձայն, այսինքն այդ գաղափարախոսությունից բխող սկզբունքների համաձայն, դու պետք է այն պետությունները, որոնք որ նախկինում եղել են քո մասը, քո պետության մասը, այս կամ այն ձևով, հա, եւ այլն, պետք է ամեն ինչ անես, որպեսզի վերականգնես ազդեցությունը, վերահսկողությունը եւ եթե ունես վերահսկողություն խորացնես, հա, եթե կորցրել ես այդ վերահսկողությունը, վերագտնես այդ վերահսկողությունը եւ ընդհանուր առմամբ, այսպես ասած, զրկես նրանց անկախ քաղաքականություն վարելուց։ Անպայման չի միացնես ձեզ։ Ես հասկացա, դուք դե ֆակտո անկախության ճշմարտ մասն եք խոսում, բայց Ռուսաստանի ճակերտավոր բացատրությունը, ասում եք, տեսեք Թրամփը ինչ է անում։ Վենեսուելան իր շահերի անվտանգության անմիջական գոտին է, առևանգում է նախագահին, Ղրիմը նույն ձևի Գրենլանդիան իր շահերի գոտին է, ուզում է վերցնել, նույն ձևի Ղրիմը, այսինքն Արևմուտքը ներխուժում է Հայաստան ըստ իրենց եւ հարավային Կովկաս, բայց հատկապես Հայաստան, եւ դա կարող է անվտանգության սպառնալիք դառնալ Ռուսաստանի դեմ, հա? Բացատրությունը իրենց անվտանգության ապահովումն է, նույնը Ուկրաինային։ Բնականաբար այդպես են իրենք բացատրում բոլոր իմպերիալիստական, այո, բոլոր իմպերիալիստական կոլոնիալ սուբյեկտները, պետությունները այդպես են հիմնավորում իրենց միջամտությունը տարբեր երկրների ներքին գործերին։ Եվ գիտեք ինչ, այստեղ խնդիրը։ Կա այստեղ օբյեկտիվ տար, եկեք դա էլ հասկանանք, էլի։ Ոչ, չկա, որովհետև առաջինը Հայաստանի Հանրապետությունը որևէ բան չի արել Ռուսաստանի դեմ։ Երբևէ Հայաստանի Հանրապետության որևէ այսպես ղեկավար այսօր էլ որևէ պաշտոնյա
երբեք չի ասել, որ մենք ուզում ենք գործել Ռուսաստանի դեմ, որ ուզում ենք հարվածել Ռուսաստանին։ Հակառակը։ Ասում են, որ մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ օգտագործի որևէ մեկին, մեկ այլ պետությանը, այսպես ասենք, հարվածելու համար։ Եվ Հայաստանը ընդհանրապես ասում է, որ մենք պատրաստ ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի լինենք շահերի համադրման տեղ։ Մի պետություն, որի հետ նորմալ հարաբերություններ կունենան, այնպիսի պետություններ, որոնք միմյանց հետ շատ սուր, այսպես կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են, օրինակ, հա։ Սա է Հայաստանը ասել։ Հայաստանը ընդհանրապես ցանկանում է խորացնել իր հարաբերությունները որպես անկախ պետություն տարբեր պետությունների հետ, տարբեր աշխարհակահաղական կենտրոնների հետ, եւ դա մտահոգում է ինքնին այդ փաստը մտահոգում է Ռուսաստանին, որովհետեւ նորից եմ ասում, նա մտածում է, որ Հայաստանը, ինչպես նաեւ այլ պետություններ, իրավունք չունեն այդպիսի քաղաքականություն վարելու։ Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպես պետք է Հայաստանը իրեն ուրեմն պահի, որովհետեւ Ռուսաստանի շահերը այստեղ ըստ իրենց պատկերացմամբ տարածվում են նաեւ Հայաստանի վրա։ Այսինքն իրենք մտածում են, որ Հայաստանը պետք է բացառապես գործի Ռուսաստանի շահերի, այնպես ինչպես որ իրենք են պատկերացնում, Ռուսաստանի շահերին համահունչ, ամբողջությամբ, այլապես նրանք ուրեմն խնդիրներ կստեղծեն, այլապես նրանք իրենց մտահոգությունը կհայտնեն եւ այլն եւ այլն։ Եվ գիտեք ինչ, այս ամեն ինչը նորություն չէ։ 2018 թվականից սկսել է այս ամեն ինչը, թեև դրա նախագանքները եղել են նաեւ մինչեւ 18-ը։ Եվ գիտեք ինչ, երբ որ մի պետություն, մի հատ հիշենք, էլի, ինչպես տեղի ունեցավ ԵԱՏՄ մուտքը Հայաստանի։ Մեկ գիշերում, ախր Հանրապետական կուսակցության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները ասում էին, որ անհնարին է նման բան, ինչ ԵԱՏՄ, մենք սահման չունենք Մաքսային միության հետ, մոռացեք դրա մասին։ Մեկ էլ հանկարծ մեկ օրում Հայաստանը, որը իդեպ Եվրոպայի հետ, Եվրամիության հետ տարիներ շարունակ, հա, բանակցել էր խորը եւ համապարփակ, ուրեմն առևտրի համաձայնագիր կնքելու շուրջ, հա, մեկ էլ ասում է, չէ, ես դա չեմ կարող, ես մի ուղղությամբ պետքա գնամ։ Այդքան ժամանակ դուք չգիտեիք, այսինքն դա ասում էր, ես 2 տարի խնդրում եմ Ռուսաստանին, որ մեզ Մաքսային միություն մտցնի, չգիտեմ։ Դե չգիտեմ դա ոնց էր խնդրում, եթե եվրոպացիների հետ տարիներ շարունակ այդ բանակցությունների մեջ են եւ բոլորը գիտեին, որ մեկը մյուսին հակասում են։ Դուք չեք կարող լինել միաժամանակ երկու Մաքսային միությունում։ Սա աքսիոմա է, սա, չգիտեմ, ասենք, այնպիսի ճշմարտություն է, որը անհնարին է հերքել։ Հիմա, այսինքն, երբ որ Հայաստանը մուտք գործեց այդ նման կերպով, հա, դա նշանակում է բնականաբար եղել է ճնշում։ Այսինքն, այն ժամանակ էլ Ռուսաստանը ասել է, դուք գիտեք ինչ, չափերը ինչ որ անցնում եք, մենք չենք ուզում, որ այս ճանապարհով դուք գնաք, մեր համար սա շատ հիմա կարևոր բան է, այն նույն հարցերով էլ Յանուկովիչի, չէ, այդ կապված բաններ, եւ այդ Ուկրաինան ընդհանուր առմամբ սկսեց պայթել, այսպես ասած, հա, նաեւ այս հարցի շուրջ այլ բան, որ այն ժամանակ բնականաբար էլի Յանուկովիչը համաձայնվեց, բայց հասարակությունը, այսպես ասած, ոտքի կանգնեց եւ թույլ չտվեց ուրեմն գործընթացների նման զարգացում։ Հիմա բնականաբար 18 թվականից սկսած շատ ավելի խորացել է այս ամեն ինչը, ինչու, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական, այսպես ասած, հա, ճանապարհով ժողովրդավարության հաստատման ուղղված գործընթաց, այն ինչ որ մենք կոչում ենք Թավշյա հեղափոխություն, եւ նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիրները, չէ, ընդունում են, որ ընտրությունները չեն կեղծվել, ընդունել են ընտրությունների արդյունքները, ամենածայրահեղ ընդդիմադիրները այսօր ունեն լրատվամիջոցներ եւ ազատորեն ինչ ասես խոսում են եւ այլն, փողոցն են օգտագործում եւ այլն։ Այսինքն առնվազն ակնհայտ է, չէ, որ բոլորի համար, որ Հայաստանը բռնել է ժողովրդավարության ճանապարհը։ Հիմա որակի մասին չենք խոսում, կարող է որակը այդքան բարձր չէ, սա այլ հարց է, բայց հարցը այն է, որ դա մտահոգել է բնականաբար Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանում սովոր էին, որ իշխանությունները իրենք պետք է ձևավորեն, ոչ թե Հայաստանի ժողովուրդը։
Եվ բնականաբար սկսել են գործողություններ իրականացնել իրենց պատկերացված բանով, հա, շրջանակների մեջ, որպեսզի թույլատնեն իշխանությունների դիրքերը, թույլատնեն քաղաքացիական հասարակության դիրքերը եւ այնպես անեն, որ ժողովրդավարության այդ ճանապարհը լավ, այսպես կերպով չընթանա, հա։ Եվ տեսեք, այստեղ խնդիրը որն է։ Բնականաբար Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը Հայաստանում տարիներ շարունակ այսպես անընդհատ ընկել է։ Եվ հասարակության մեծ մասը, ըստ նաև վերջի հարցումների, հա, բացասական վերաբերմունք ունի այսօրվա Կրեմլի նկատմամբ, Կրեմլի քաղաքականության նկատմամբ։ Եվ բնականաբար նրանք շատ լավ հասկանում են, որ նաև չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց միևնույն է, իրենք փորձում են, այսինքն միջամտել Հայաստանի ներքին կյանքին, որտեղ նման հայտարարությունները այս ամեն ինչի մասին են խոսում, հա։ Նրանք ինչ որ գումարներ են գեներացրել, որպեսզի ներդնեն Հայաստանում իրավիճակի ապակայունացմանը, թե փափուկ ուժի։ Դե փափուկ ուժը մենք խոսել ենք սրա մասին, եթե հիշում եք, փափուկ ուժը ընդհանրապես ամերիկյան կոնցեպտ է եւ Կրեմլի քաղաքականությանը այդքան էլ չի սազում մեղմ ասած։ Ինչու՞, որովհետև փափուկ ուժը ենթադրում է այնպիսի այսպես ասենք արժեքներ առաջարկել, այնպիսի ապրանք առաջարկել, որը գրավիչ կլինի։ Ինչ գրավիչ բան է Ռուսաստանը առաջ քաշում։ Սարսափը այդքան գրավիչ բան չի, հա։ Այո, վախ ներմուծել, շանտաժ անել։ Ինչ անել։ Բայց դա իրենց գործիքակազմն է, չեն էլ թաքցնում, այսինքն վախեցիր թե չէ կպատժվես տրամաբանություն։ Բայց այստեղ մի ուրիշ մարտահրավեր կա, նախ իհարկե Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության այսպես շանսը բաց չթողնել, այդ ունենալ գերագույն նպատակ, բայց նաեւ չդառնալ պետություն, որը Ռուսաստանի հետ այսպես պատերազմական տրամաբանությամբ սկսի առաջնորդել, ոչ թե մենք պատերազմ հայտարարենք, այլ այդ մեր պետության անկախացման քայլերը այնպիսի բառապաշարով, գործողություններով չառաջնորդվեն, որ նրանց առիթ տան, հա, այսպես ասենք, ուղիղ թիրախավորման, այսինքն տաք գլխության տրամաբանությամբ չառաջնորդվեն։ Դե, պարոն Անյանյան, իրականության մեջ մենք ունենք հետևյալ պատկեր։ Հայաստանը կնեք ինչքան էլ սադրեն, հիշում եք Տերն ու ծառայի տրամաբանությունը, որ ասում է աղա ջան։ Դե ես հիմա ինչ եմ ուզում ասել։ Հայաստանի վարչապետը գնում է մայիսի 9-ին Պուտինի կողքը կանգնում է, չէ՞։ Այսինքն այս ինչ ասա։ Բա այդ զգուշավոր քաղաքականությունը, որ վարում է Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ, բա այդ տնտեսական կապերը, որը կա մինչ այսօր, հա։ Բա այն, որ Հայաստանը անընդհատ ասում է, որ մենք կոնֆլիկտային տրամաբանության մեջ չենք դիտարկում մեր հարաբերությունները։ Մենք ունենք նորմալ հարաբերություններ եւ ձգտում ենք, այսպես ասած, շատ այսպես լավ, դրական, ավելի այսպես կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Այն, որ անընդհատ ասում են մենք որևէ կերպով, ինչպես արդեն նշեցի, հա, մենք թույլ չենք տա որևէ մեկին, որ մեզ օգտագործի Ռուսաստանի դեմ, բայց այս ամեն ինչ ինչի մասին է։ Հակառակը իրականում չէ, ասենք մենք գիտենք, որ կան որոշակի շրջանակների կողմից, որոնք ասում են, որ չափից ավելի, այսպես վախվորած քաղաքականություն է վարում։ Հենց հիմա պետք է վտարել ռուսական բազան, այո, որ շատ կոշտ պետք է լինել, շատ կոպիտ պետք է լինել եւ այլն եւ այլն, բայց տեսեք, հիմա մենք ունենք այսպիսի մարտավարություն որդեգրած, հա, եւ ռազմավարություն որդեգրած իշխանություն, որը կարծում եմ, որ հիմա որ մենք խոսում ենք, ըստ էության հենց մենք սրա մասին ենք ասում, որ այո, պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերել, իզուր տեղը առիթ չտալ, որպեսզի Ռուսաստանը որոշի, այսպես խիստ դեստրուկտիվ քայլեր իրականացնել Հայաստանի նկատմամբ, բայց մյուս կողմից էլ բնականաբար մենք ունենք կարմիր գծեր եւ ներողություն, հիմա եթե Ռուսաստանի համար անընդունելի է Հայաստանի անկախ քաղաքականությունը, այստեղ արդեն մենք անելիք չունենք, հա, այստեղ, այսինքն մենք հնարավորինս պետք է բնականաբար էլի փորձենք շարունակել խոսել հետեւյալի մասին, որ այդ քաղաքականությունը ձեր դեմ չէ, ինչու եք մտահոգվում,
Ինչն է այստեղ խնդիրը, հա? Գիտեք ինչ, մի բան էլ էստեղ, հա, շատ կարևոր պետք է նշել, կարծում եմ։ Նայեք, այսօր Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մի շարք հարցերի վերաբերյալ ունեն բավականին կոնֆլիկտային հարաբերություններ, ճիշտ է։ Այո։ Եվ ինչ է անում Հայաստանը։ Տեսեք, Հայաստանը ինքը ворթեգրել է Եվրամիության անդամ դառնալու, չէ, այդ ճանապարհը, բայց Հայաստանը որևէ կերպով չի մտնում այդ կոնֆլիկտի մեջ։ Ինքը Միացյալ Նահանգների հետ շատ լավ հարաբերություններ է հաստատում, Թրամփի նախաձեռնություններին դրական արձագանք է տալիս, իմանալով հանդերձ, որ օրինակ Եվրամիությունում այդ կոնկրետ նախաձեռնություններին կամ որոշ նախաձեռնություններին, այսպես ասենք, հա, բացասական վերաբերմունք կա։ Ընդհանուր դատապարտման։ Այո, ընդհանուր դատապարտման, բայց Հայաստանը պրագմատիկ քաղաքականություն է այս առումով փաստորեն վարում։ Ասում է, գիտեք ինչ, հիմա մեր շահերից բխում է, որ մենք օրինակ Միացյալ Նահանգների հետ ունենանք շատ լավ հարաբերություններ։ Մեկ ժամ երևանք միջազգային մեդիաներում։ Այո, եւ չմիանանք ձեր քննադատություններին այս հարցով մենք չենք միանում օրինակ ձեր քննադատություններին։ Բայց մեր մարտահրավերները տարբեր են, ասենք ԵՄ շատ երկրներ ունեն ոչ միայն ԵՄ-ի տանիքը, այսինքն այդ ընտանիքի ուժը, հա, ընտանիքով հանդես գալու տրամաբանությամբ իրենց ուժեղացնում է մեկ միասնական Եվրոպան, Գրենլանդիայի հարցով տեսեք, ստոպ արեցին, հա, Թրամփի այդ առավել մաքսիմալիզմը, այլև ՆԱՏՕ-ի տանիքը, իսկ մենք չունենք այդպիսի տանիք։ Բա դրա համար էլ հենց մենք վարում ենք հենց այս քաղաքականությունը, այո, եւ շատ բնական է եւ շատ ճիշտ կարծում եմ այս առումով քաղաքականություն է, որովհետեւ կարող ենք, չի ասել, լավ, բայց դուք գնում եք Եվրամիության ճանապարհով, ձեր գործընկերները, եվրոպացիները, Եվրամիության անդամ պետությունները հիմա քննադատում են կոնկրետ Թրամփի այս կամ այն նախաձեռնությանը, դուք էլ միացեք այդ քննադատությանը, բայց չէ։ Այո, ճիշտ եք ասում, որովհետեւ մենք չունենք այդ տանիքը, մենք այն իրավիճակում ենք գտնվում։ Մեզ շատ անհրաժեշտ է ունենալ լավ հարաբերություններ թե Եվրամիության հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե մեր հարևանների հետ, թե նույն Ռուսաստանի հետ էլ, հա, այսինքն որքան որ իհարկե դա հնարավոր է։ Ուղղակի նորից եմ ասում, Ռուսաստանի պարագայում մեր հարաբերությունների բնույթը փոքր-ինչ այլ է։ Այսինքն, եթե դու այլ պետություն, նայեք, որևէ այլ պետություն Հայաստանը չի դիտարկում որպես իր տարածք, բացի Ռուսաստանից։ Ոչ Իրանը, ոչ Թուրքիան նույնիսկ, հասկանում եք, ոչ նույնիսկ Ադրբեջանը։ Այսօր այդպիսի իրավիճակ է ստեղծվել։ Էլ չասեմ, որ մնացած այլ երկրները, հա, չգիտեմ, եւ Միացյալ Նահանգներ, Եվրամիության անդամ երկրներ, ասիական երկրներ, միջին արևելք երկրներ եւ այլն եւ այլն։ Միայն ու միայն Ռուսաստանն է դիտարկում Հայաստանը որպես իր սեփական տարածք եւ բնականաբար այս առումով, հասկանում եք, մեր արտաքին քաղաքականությունը, դիվերսիֆիկացված քաղաքականությունը իրենց համար խնդրահարույց է, միայն ու միայն հենց իրենց համար, հենց առաջի հերթին իրենց համար։ Եվ իրենք փորձում են այդ հիբրիդային հարձակումների միջոցով, հիբրիդային սպառնալիքների միջոցով որոշակիորեն վախ սերմանել Հայաստանում, Հայաստանի հասարակությունում, որոշակիորեն դեստաբիլիզացնել իրավիճակը, թուլացնել իշխանության դիրքերը, թուլացնել քաղաքացիական հասարակության դիրքերը, այնպես անել, որ չլինի հավատ ինստիտուտների նկատմամբ, սա ամենակարևոր բանն է։ Ոչինչ, մեզ չեք սիրում, սա է նրանց տրամաբանությունը, իրենք շատ լավ հասկանում են դա, էլի։ Ոչ մեկին մի սիրեք։ Ոչ մեկին մի հավատացեք։ Եվ այս պարագայում միգուցե այսպես իներտ, մի քիչ նաև քաոտիկ, ոչ ստաբիլ, հա, օգտագործելով տարատեսակ վախերը, օգտագործելով դեզինֆորմացիա, մեծ արշավներ են, չէ, իրականացվում։ Սա ապացուցելի է իդեպ։ Նայեք, մի քանի մեր հայկական, այսպես ասած, կազմակերպությունների այս առումով գործունեությունը, հա, որոնք որ fact checking-ով են զբաղվում, փաստերի ստուգմամբ, եւ բազմաթիվ հրապարակումներ կան, ապացույցներ կան առայն, որ Ռուսաստանի կողմից մեր նկատմամբ վարվում է այդպիսի, ուրեմն հիբրիդային հարձակումներ, եւ դեզինֆորմացիոն արշավներ կան, եւ կիբերհարձակումներ կան, հա, եւ ուղղակի միջամտություն, այսպես նարատիվների միջոցով, ուղղակի աջակցություն, վերբալ աջակցություն եւ միգուցե նաեւ այլ աջակցություն, որը պետք է իհարկե դեռ ապացուցել, այո, ուրեմն կոնկրետ որոշակի քաղաքական շրջանակների կամ հասարակական շրջանակների ուղղված։ Այս ամեն ինչը կա եւ այս ամեն ինչը բնականաբար հենց իրենց այդ իմպերիալ
նեոկոլոնիալ կամ նույնիսկ հենց կոլոնիալ քաղաքականության շրջանակներում է, ինչի մասին է խոսքը։ Այդ ապատեղեկատվական արշավների վերջերս գրանցած գագաթներից մեկը այն էր, որ Հայաստանում այն ուժերը, որոնք խիստ քննադատաբար են վերաբերում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ համարում են, որ բոլոր դեպքերում այդ ուժերը մեզ ուզում են ոչնչացնել, թշնամական են եւ այլն, բերում են հայաստանյան դիսկուրս թուրքական, ադրբեջանական, այսպես կոչված մեդիաներում հրապարակված ռուսական հետքով ապատեղեկություններ, այսինքն այն այդ հայի ինքնության փրկության նարատիվը որ կա, չէ, թուրքերս փրկում են հայերի ինքնություն, կարող է այդպիսի վտանգ կա, ես ինքնագետ չեմ, էլի, ինքնությունագետ չեմ, բայց որ այս մարդիկ հաղթահարում են եւ թուրքական մամուլին, ադրբեջանական մամուլը համարում են արժանահավատ, վերջերս դիմացակ որ Փաշինյանը LGBT համայնքի ինչ որ շքերթ պետք է համաձայնվել է այդպիսի բան եւ դա թուրքական մամուլում է հրապարակվել եւ Հայաստանում այդ ազգային ուժերը հղում են անում թուրքական մամուլին ոնց է լինում էլի թուրքերին չսիրել վտանգ զգալ բայց հղում անել թուրքական աղբյուրներին չէ եւ որպես հավաստի բան օգտագործել չէ այսինքն չեն ուղղակի հղում արել ասել կարող է ինչ որ sense մի բան ենք լսել կարող է պարզաբանեք իրանք այո այնպես են դա ներկայացել կարծես դա փաստ է այնինչ ամբողջությամբ ապատեղեկատվություն այդ լրատվամիջոցը այո ինքը կապ ունի այսինքն ռուսական հետք ունի Եվ նման բաներ շատ է արվում հիմա։ Դե նաև տանում են ֆրանսիական մամուլ, տեսեք, այո, այդ է ուզում ասել, նայ։ Ինքը կարող է լինել, այսինքն տեսեք, ռուսական հետք ունեցող կամ ռուսական ինչ որ կազմակերպություն կամ ռուսական օպերացիա իրականացնելու համար, ուրեմն Կրեմլը ըստ էության հետևյալ մեխանիզմն է նաև օգտագործում։ Նաև ինքը հավաքագրում է որոշակի մարդկանց, որոնք ռուս չեն, իսպանացի ինչ որ կարող է իսպանացի լինել, կարող է բրազիլացի լինել, ամերիկացի, իռլանդացի, թուրք, այո։ Ինքը այդ մարդը գրեք ուղակի մոռանում են ջնջել այդ մարդու եւ Պուտինի նկարները եւ բռնվում են։ Այո։ Այո, կամ հետո ասենք մոռանում են ջնջել են միջոցառման տեսագրությունը կամ նկարները, ֆոտոշարքը, երբ որ ինչ որ Կրեմլի միջոցառմանը մեկ էլ այդ այսպես կոչված արևմտյան անկախ փորձագետները այդ միջոցառմանը մասնակցում են, հա ինչ ա եղել որ ուղղակի այդպես պատահաբար եկել կապ չունեն, հենց այնպես եկել մասնակցում են Կրեմլի միջոցառման, այո։ Եվ իրենք նաև ստեղծում են որոշակի այսպես կայքեր, լրատվամիջոցներ, իդեպ շատ հաճախ նաև իրական հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների անվանումների նմանակող Օրինակ անտիշպիգել կա, ասենք, հա, շպիգելը գիտենք, չէ, ինչ լրատվամիջոց է գերմանական, շատ հեղինակավոր, անտիշպիգել։ Կամ ասենք VT, ուրեմն foreign policy կարծեմ, այդպես է կոչվում, մի խոսքով։ Դե թուրքական օդաթիվին դա ռուսական ակնհայտորեն հետք ունեցող մեդիա է, որին մեր մամուլի մի մասը ամբողջ օրը ցիտում է։ Այո, եւ այդ լրատվամիջոցները մշտապես տարածում են ռուսական նարատիվներ Եվ քարկոծում են արևմուտքին։ Եվ մեկ էլ այդ ամեն ինչի շրջանակներում այդպիսի, այսպես բնականաբար կեղծ տեղեկատվություն են տարածում եւ մեր լրատվամիջոցները, ինչպես դուք ասացիք, որոշ լրատվամիջոցներ, որոնք այդպես անընդհատ խոսում են հայրենասիրության մասին եւ այլն, շատ գեղեցիկ կերպով վերցնում են որպես հավաստի բան, տարածում են ակնհայտ կեղծիկ եւ երբ որ նույնիսկ 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ էլի նույն բանը տեղի է ունենում, իրենք շարունակում են այդ նույն բանը։ Ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է այն մասին, որ այդ սուբյեկտները, որոնք տարածում են դրանք որպես հավաստի տեղեկատվություն, բարբերաբար, իրենք գերադասում են, իրենք առաջ են քաշում միայն ու միայն իրենց անձնական շահը։ Եվ ուղղակի իրենց անձնական շահը համընկնում է Կրեմլի շահի հետ, եւ ըստ էության իրենք մտածում են, որ շատ լավ կլինի հենց իրենց համար, որ Կրեմլի շահերը, այսպես ասած, հնարավորինս լավ սպասար կվեն։ Բայց չէ՞ որ թուրքերն ու ադրբեջանցիներն ուզում են մեզ կոտորել, ոնց կարելի է հղում անել թուրքական եւ ադրբեջանական մեդիա։ Այո, սա էլ ցույց է տալիս այդ նրանց նարատիվների արհեստականությունը,
այսինքն դրանք պարզապես մանիպուլացնելու համար են, պարզապես վախերը շահագործելու համար են, վախեր ներմուծելու համար են։ Ոչ մի կապ չի կարող ունենալ հայրենասիրության հետ, չգիտեմ, պետականաշինության հետ, պետության անվտանգության պահպանման հետ, այն տեսակի գործունեությունը, որը ակնհայտ ապա տեղեկատվություն է տարածում եւ չգիտես ինչի միշտ այդ ապա տեղեկատվությունը ունենում է կրեմլյան հետք։ Եվ այո, նրանք թուրքական էլ, ադրբեջանական էլ կապ չունի նրանց համար, այսինքն շատ հանգիստ ձևով նրանք այդ ամեն ինչը իրականացնեն եւ կհիմնավորեն հավանաբար նրանով, որ դե բա ինչ կապ ունի հիմա որտեղից ենք իմացել, որտեղ է տպվել, շատ բան մեր ազգային արժեքները խարխլող տեղեկատվություն ենք մենք ստացել եւ ուզում ենք զգոն դարձնել մարդկանց, տարածում ենք այդ տեղեկատվությունը, կապ չունի որ դրանք Էրդողանը նշանակեց հայոց կաթողիկոսին տեղյակ եք, իսկ մզկիթներից ինչ կամ, լավ, կարճ Վենսը ինչու է գալիս Հայաստան, այս հարցից էլ կարճ խոսենք։ Վենսը գալիս է Հայաստան, որովհետեւ դե նաեւ Ադրբեջան է գնում, գիտենք, որովհետեւ կան Վաշինգտոնյան համաձայնագրեր, որովհետեւ կա TRIP նախագիծ եւ այդ ամեն ինչի շրջանակներում կա բնականաբար օրակարգ իմպլեմենտացիայի, այսինքն այդ ամեն ինչը կյանքի կոչելու առումով։ Հիմա շատ լուրջ քայլեր պետք է արվեն, ըստ էության գետնի վրա դեռևս չէ, քիչ բան կա արված, եւ հիմա պետք է սկիզբ դրվի, այսպես ասած, գետնի վրա իրականացվող աշխատանքների համաձայն այդ համաձայնագրերի, այսինքն մենք ունենք հայ ամերիկյան, չէ, առանձին համաձայնագրեր, ունենք կոնկրետ հարցեր, թեմաներ, ոլորտներ, չէ, գիտենք, որ ատոմային էներգետիկայի հետ կապված համագործակցություն պետք է լինի շատ խորքային, գիտենք, որ կիսահաղորդիչների հետ կապված արհեստական բանականություն եւ բնականաբար TRIP-ը, հա, ամենակարևոր պրոյեկտը ըստ էության մեր համար այս առումով եւ բնականաբար դե առանձին օրակարգել Ադրբեջան Միացյալ Նահանգներ դա էլ Բաքվում կքննարկվի բնականաբար եւ ընդհանուր բան խաղաղության համաձայնագիր ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր բնականաբար քննարկումներ պետք է տարվեն նաեւ այն առումով թե երբ ինչ պայմաններում պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դրանից բխող բաներ, այսինքն ապա շրջափակում, հա, չգիտեմ, ամերիկյան ինվեստիցիաներ, որոշակի գարանտիաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս բոլոր հարցերը բնականաբար պետք է քննարկվեն եւ բնականաբար Միացյալ Նահանգների ընդհանուր առմամբ շահը տարածաշրջանում Վենսը կներկայացնի եւս մեկ անգամ, հա, իրենց տեսլականը պատկերացումը եւ թե ինչպես ենք մենք ուրեմն առաջ գնալու այս ամեն ինչի շրջանակներում։ Իսկ որ Թրամփի ուղին սպառնալիքն է ամենամեծ Հայաստանի, ըստ պարոն Քոչարյանի։ Ամենամեծ սպառնալիքն է։ Այո։ Նույնիսկ Թուրքիայից եւ Ադրբեջանից ավելի մեծ սպառնալիք է։ Այսինքն մի պետության ղեկավար, որը համար մեկն է ամբողջ աշխարհում իր հզորությամբ, տնտեսական, ռազմական եւ այլն, որը խաղաղության ըստ էության հաստատմանը ուղղակիորեն նպաստում է եւ ըստ էության դե ֆակտո գարանտ է նաեւ կանգնում տարածաշրջանի զարգացման, խաղաղ զարգացման առումով, հա, որովհետեւ եթե Միացյալ Նահանգներ, Հայաստան օրինակ կոնսորցիում է ձևավորվում եւ դա նշանակում է, որ ամերիկյան ներդրումներ են այստեղ լինելու եւ Ամերիկան որպես պետություն բնականաբար շահագրգռված է լինելու, որ այդ ներդրումներին ոչ մի բան չսպառնա, իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ որ լինի կայունություն, խաղաղություն, հա, եւ տնտեսական զարգացմանն է նպաստելու բնականաբար այդ ամեն ինչը, ակնհայտ է, չէ՞, ներդրումներ, աշխատատեղեր, աշխուժություն, Հայաստանի դերի կարևորություն, որովհետեւ Հայաստանի միջոցով փաստորեն առևտուր է տեղի ունենալու, կապ է նոր կապեր արևմուտք, արևելք, հա, լայն առումով ու սա սպառնալիք է, դե կարելի է մածունը ասել, որ սև է։ Իսկ եթե գույն կարելի է ասել, ինչ է։ Մածունին
Սպիտակ, ասես մածունը, չէ, սպիտակ մածունը, կարելի է նայել, ասել սա մածուն չէ, սա սև է եւ մածուն էլ չէ։ Սա սուրճ է օրինակի համար։ Կարելի է այդպես ասել, բայց հասկանում եք, վերջի վերջո, գիտեք ինչ, կա տրամաբանություն, կան փաստարկներ, կան հիմնավորումներ, կա էմպիրիկ ճանաչողություն, չէ՞, մեզ բոլորիս այս ամեն ինչը հայտնի է վերջի վերջո, չէ՞, մեզ բնորոշ բան է։ Բոլորս բնականաբար այս կամ այն ձևով օգտվում ենք այդ ամենից, չէ՞, երբ որ ճանաչում ենք, այսպես ասած, գույներն ենք տարբերում, նյութերն ենք տարբերում, խոսքի կշիռն ենք նաև փորձում հասկանալ, որն է գաղափարների ազդեցությունը փորձում ենք նաև գնահատել, չափել։ Իսկ ձեր կարծիքով երբ Իրանի այդ սահմանը կփակվի Թրամփի ուղով, ինչ եք կարծում։ Դե հա, շարունակեք ձեր սարկազմը, հասկանում եմ, որ իսկապես այն ինչ որ շատ հաճախ ասվում է, առանց սարկազմի հնարավոր չէ, ուրեմն մեկնաբանել։ Դե գիտեք ինչ, տեսեք, ամեն դեպքում մենք իհարկե այս ամեն ինչի որ խոսում ենք, մենք հասկանում ենք, չէ, որ բնականաբար յուրաքանչյուր պարագայում կան ռիսկեր։ Հա, պետք է աշխատանք տանել, որպեսզի այդ ռիսկերը մինիմիզացվեն, չէ, հաշվարկ կա արվում բնականաբար։ Հիմա եթե չենք կարող հիպոթետիկ ինչ որ բացասական սցենար ունենալու պարագայում, հիպոթետիկ, որ կարող ասես բան լինի, չապրենք, գործողություն չանենք, չփորձենք ուժեղանալ, չփորձենք, չգիտեմ, զարգանալ, առաջ գնալ, հա, չապրենք ընդհանրապես, ասենք դե հիպոթետիկ կարող է այս ամեն ինչը ինչ որ վատ բան։ Որ ապրենք կարող է հիվանդանանք, չէ՞, ասենք։ Ախր այդ տրամաբանությունը անկեղծ ասած հասկանալի չէ, դե մանավանդ քաղաքական, էլի, դաշտում քաղաքական դիսկուրսում, մանավանդ որ չմոռանանք, որ քաղաքականությունը այսպես հնարավորի արվեստ է, չէ՞, շատ դեպքերում ասում են։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Վարդանյան։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Էդգար Վարդանյանին։